Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի եւ նաեւ այլ բժշկական կենտրոնների տնօրեններ պետք է ազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից։ Նախարարը որևէ ռացիոնալ բացատրություն չտվեց վերոգրյալ իրողության շուրջ։ Այս թեմայի համատեքստում այսօր ես մեկնաբանություն եմ խնդրել առողջապահության ոլորտի մասնագետ Անուշ Պողոսյանից, Բարձ Տիկին Պողոսյան։ Տիկին Պողոսյան, նախարարի այս որոշումը որևէ ռացիոնալ բացատրություն չունի եւ ինչով է ձեզ դա պայմանավորված։ Այո, դուք ճիշտ եք, նախարարի հայտարարությունները շատ տարակուսելի էին։ Նախարարը հայտարարում է, որ այս երկու տնօրենները բավականին լավ են աշխատել, բավականին խորը մշակութային փոփոխություններ են արել այդ բժշկական կենտրոններում, բայց ժամանակն է եկել անցնել նոր փուլի, նոր բարեփոխումների եւ դրա համար մենք որոշում ունենք այս տնօրեններին ազատելու աշխատանքից։ Իրականում գոյություն ունի մարդկանց աշխատանքից ազատելու օրենսդրական կարգավորումներ։ Առաջինը, երբ որ այս տնօրենների ժամանակները վերջանում են, պաշտոնավարման եւ դրանից հետո հայտարարվում է մրցույթ եւ այս տնօրենները կարող էին մասնակցել այդ մրցույթին եւ շարունակել։ Երկրորդը, երբ որ տնօրենները լավ չեն աշխատում եւ անվստահություն են հայտնում, եւ երրորդը խիստ նկատողությունների արդյունքում ազատում են աշխատանքից։ Ոչ մեկը նախարարը չի հայտարարում, պարզապես հայտարարում է, որ ինքը այդպես է որոշել, որ պետք է նոր տնօրեններ ուզենան, այսպես ծիծաղելի բան է, սիրտը ու նոր տնօրեններ է ուզում, Եվ ամենածիծաղելին այն է, որ արդեն 2 շաբաթ է մամուլում պտտվում է այն տեղեկությունը, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի բժշկական կենտրոնի տնօրեն առաջարկվել է Նարեկ Զեյնալյանի պաշտոնը եւ հարցնում են Նարեկ Զեյնալյանին, ասում են դուք ցանկություն ունեք այդ բժշկական կենտրոնի տնօրեն դառնալու։ Նարեկ Զեյնալյանը հայտարարում է, որ ես նման առաջարկ չեմ ստացել եւ մյուսը փոխնախարարներից մեկին հարցնում են, ասում են դուք ուռուցքաբանականի առաջարկ ստացել եք տնօրեն լինելու, ասում է ոչ, ես նման առաջարկ չեմ ստացել եւ այս բոլոր պաշտոնյաները մոռանում են, որ սա մրցույթային պաշտոններ են։ Պետքա լինի թափուր պաշտոն, պետք է հայտարարվեր մրցույթ եւ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած մրցույթին համապատասխանություն ունեցող անձ կարող է դիմել եւ մրցույթը հաղթահարելուց հետո արժանի նշանակվի համապատասխան հիմնարկների տնօրեններ։ Այսինքն իրենք իրենց բերնով ասում են, որ այդ մրցույթները ձևական են, կնշանակենք ումն ուզում ենք, երբ ուզում ենք, ինչքանով որ ուզում ենք։ Ոչ մի օրենսդրական նորմ, ոչ մի օրենսդրական կարգ մենք կարող ենք չպահպանել։ Դրանում էլ այս ամբողջ հետաքրքրությունն է այս տնօրենների եւ ցավոք սրտի այժմ 53 բժշկական կենտրոն, եթե չեմ սխալվում, մարզային առողջապահությունից վերցրել են եւ դարձրել նախարարության ենթակայության։ Ես կարծում եմ նույն կոնտեքստով մենք կունենանք մարզային գլխավոր բժիշկների փոփոխություններ նախարարի հայեցողությամբ, ցանկությամբ եւ քմահաճույքով։ Կարող ենք փաստել արդյոք, որ գործող վարչախումբը այսպիսի գործողություններ կատարելով այդ ոլորտում փորձում է ընդհանրապես պաշտոնի տեղավորել իրենց մերձավոր շրջապատի ներկայացուցիչներին։ Ճիշտն ասած, մի փոքր կտարակուսեմ ասել այո, որովհետև այն երկու տնօրեններին, որոնց որ այժմ ազատում են պաշտոններից, նրանք իրենց շատ մտերիմ եւ հարազատ մարդիկ էին քաղաքական առումով, օրինակ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությամբ ավականու անդամ էր Երևան քաղաքի
Եթե արդեն իսկ իրենց ավականու անդամները հավատարիմ չեն իրենց այդ վարչախմբին, կարծում եմ ավելի հավատարիմներ նոր գտնելը մի փոքր ուշ է։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ կարեւոր մեկնաբանության համար։ Թեմայի շուրջ զրուցում էի առողջապահության ոլորտի մասնագետ Անուշ Պողոսյանի հետ։ Մնացեք մեզ հետ, կհանդիպենք։